Ժորժան, ինչու ենք մենք ասում, որ պետք է բարձրանա նվազագույն աշխատավարձը եւ թոշակները, ոչ թե որովհետեւ մենք ուզում ենք կառավարությանը քննադատենք ամեն առիթով, ոչ թե որովհետեւ ուզում ենք քաղաքական աջակցություն ստանանք, քաղաքական դիվիդենդներ կամ աչոկներ, հա, այսպես ասած, ստանանք, այլ որովհետեւ տեղի է ունենում գնաճ, եւ դա հանրային պահանջ է, որպեսզի նվազագույն աշխատավարձը եւ թոշակները բարձրանան, որտեղ եթե անընդհատ գնաճ է, բայց եկամուտները չեն բարձրանում, չեն գալիս, ավել գումար չի գալիս։ Մարդը ոնց Հայաստանում գոյատևի։ Սա շատ պարզ եւ բնական հանրային պահանջ է։ Մեկ-մեկ նայում եմ մեկնաբանություններում կան մարդիկ գրում են գնացեք աշխատեք, հերիք է պետությունից պահանջեք։ Մարդիկ գնում աշխատում են, գնում դասատու են աշխատում, բժիշկ են աշխատում, այնում են աշխատում, պայմանագրային զինծառայող են դառնում եւ այլն, ծառայություն են հայրենիքին մատուցում։ Եվ եթե նվազագույն աշխատավարձը շատ ցածր է եւ չի բավականացնում 75,000 դրամով մարդը ինչ անի իրականում, անգամ չի կարող Հայաստանում գոյատևել, ինչի մասին է խոսքը, դա մանիպուլյացիա է։ Եվ այո, կառավարության գործառույթն է ապահովել մարդկանց կյանքի որակը։ Այո, թե ասեմ բյուջեում փող չկա, որ բարձրացնենք թոշակները, բարձրացնենք աշխատավարձները, այդ կառավարությունը 8 տարի իշխանության է այս թիմը։ Իրենք պետք է այնպես անեն, որ լիներ տնտեսական աճ եւ այդ տնտեսական աճը ազդեր մարդկանց կյանքի որակի վրա։ Եթե կա տնտեսական աճ թվերով, բայց կյանքի որակը միայն վատանում է, ուրեմն արդյունքներ կառավարության աշխատանքի բավարար չի, սա ակնհայտ է։ Հիմա սկզբի համար ես որպես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը ասում եմ, որ 30%-ով պետքա բարձրանան թոշակները, իրատեսական առաջարկություն եմ անում, եւ 30%-ով բարձրանա նվազագույն աշխատավարձը։ Իհարկե սա բավարար չի ապրելու համար, բայց գոնե փուլային մենք պետք է այդպես շարժվենք։ Ոչ թե սենց գնաճ եւ եկամուտը մնա նույնն է։ Անհնար է նման կերպով ապրել Հայաստանում, գոյատևել, նորից եմ կրկնում։ Որտեղից գումարները, որ չասեն պոպուլիզմով է զբաղված եւ դատարկ առաջարկություններ անում քաղաքական աչոկներ շահելու համար։ Ժորժան, ես բազմիցս ասել եմ, որ կառավարության գործառույթն է ճիշտ հարկային քաղաքականություն վարելը, ճիշտ տնտեսական հոսքերը ուղղել եւ ճիշտ բյուջեն բաշխելը, արդար կերպով բաշխելը։ Օրինակ կան գերշահույթ ստացող ընկերություններ, բանկեր, կազինոներ, օնլայն կազինոներ, գերշահույթ ստացող օտարերկրյա ընկերություններ, երկրում տարբեր գերշահույթ ստացող ընկերություններ, գերշահույթ ստացողին գերհարկերով, ուրեմն բան արեք, հարկեք եւ գումարը բերեք բյուջե եւ ուղղեք սոցիալական ծրագրերի։ Այս սա պետքա լինի կառավարության գործառույթը, որպեսզի երկրում լինի սոցիալական արդարություն։ 2-3 անգամ բարձրացրեք կազինոների եւ օնլայն կազինոների հարկերը։ Բարձրացրեք գերշահույթ ստացող ֆինանսական վարկային կազմակերպությունները, օր ու գիշեր քամում են մարդկանց։